ռազմական նշանակություն ունեցող արդյունաբերությունն է ճանապարհը եւ այլն։ Այս այդ ամեն ինչը որ ծախում եք Ռուսաստանին, դա էլի չանկախություն։ Փոխանակ աշխատացնեք, ծախում եք։ Ոնց որ պայծառ մտքերից մեկը ժամանակին ասեց, «Չգիտի որ չունի կոնյակ ծախելով կապենք, եւ վերջում կոնյակի փոխարեն կոնյակի գործարանը ծախեցին»։ Հա, ուզում եմ ասեմ, որ այս պարագաներում մի քիչ դժվար է կողմնորոշել, մինչև ուղղությունները չիմանա։ Իհարկե, Անդրանիկի արձանը ոչ թե արձանը, Անդրանիկի ստվերին գտնելը հանցագործություն է։ Բայց այս պարագայում ինչ է պետք անել։ Պետք է այս երևույթին ավելի նեղ շրջանում լուծել այդ հարցերը, թեկուզ այդ մեր հարգարժան ընկերը եւ նույն Արա Աբրահամյանը եւ մյուս կողմից Արա Աբրահամյանի ցանցը որ բացում է ինտերնետային բավականին հայանպաստ է, բավականին հայրենասեր բաներ կան, այսինքն ամեն մեկը իր հասկացողության չափով ուզում անի, բայց չմոռանանք, որ ժամանակին բացակցությունն էր իր հասկացողության նման, ուզում էր հայերին լավություն անել հայ ազգին, վերջը պատմություն չստվեց, որ ինքը բացակցություն էր։ Այս պարագայում ես ուղղակի կոչում եմ քիչ ավելի խորը դատել եւ ավելի շատ տեղեկություններ իմանալ, մինչև ուրեմն որոշում անել։ Շնորհակալություն։ Էդվարդ շնորհակալություն, շատ խելացի ես մտածում, բայց մեր մոտեցումը այն, որ այսօր Սոչիում տեղի օլիմպիական խաղերի առաջնություն շատ կարևոր է այն աշխարհի ժողովուրդներին, որպեսզի նրանք Անդրանիկի Օզանյանի մեր ազգային հերոսի արձանը ընդեղ բերեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն։ Եթե բարոն Բաղարյան պատասխան ունիք ներկայացնելու։ Եթե կարելի է։ Խնդրում եմ։ Ես ճիշտ ասած շատ վատ լսեցի, որովհետև լայները խառնվում են, բայց գլխավոր իմաստը Ժիրայր Սեֆիդյանի կողմից ես այդպես հասկացա, որ գտնում եմ, որ ժամանակին չէր ընդհանրապես այդ արձանի կառուցումը։ Դրա հետ ոչ մի առարկություն չունենք, որովհետև որոշ չափով ակնկալի եկանք այդ հուշարձանի կառուցման հարցում, քանի որ դրանք արել են տեղի համշենահայերը իրենց իսկ մողմով։ Հիշենք, որ նրանց հայրերը, պապերը փրկվել են հենց Անդրանիկի ջոկատի օգնությամբ եւ դա նրանց սրտի ինչ-որ քայլ էր, զգացմունքի քայլ էր եւ արձանը կառուցվեց։ Այստեղի Ռուսաստանի օրենքներով, եթե նույնիսկ կառուցումը ապօրինի է, իշխանությունները կարող են քանդել միայն եւ միայն դատարանի միջոցով եւ այդպիսի փաստեր կան, քանի որ եթե տեսել եք, երբ որ Պուսկովը Մոսկվայի հզոր ազդեցիկ քաղաքապետը ցանկանում էր ինչ-որ մի բան քանդել, նախ եւ առաջ դա անում էր դատարանի միջոցով, քանի որ այդպիսի ֆեդերալ օրենք կա, բայց այս մտահոգ մենք մտահոգ դարձանք նրանով, որ այս դեպքում իշխանությունները դիմեցին ոչ դատական ուղին, այսինքն պարոն Արա Աբրահամյանի ստեղծած կազմակերպության միջոցին, որը ստեղծվել է ոչ թե հայերի աները այստեղ պահպանելու, այլ վերևից ստեղծված է
իշխանությունների կամքը թելադրելու այստեղի այրին։ Սա է մեր տեսակետը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Դավան Բալայան, շնորհակալություն։ Հիմա մեկ հատ հարց ունենք Ռաջիկ։ Հարգելիներ, շնորհակալություն Դավիթներ երեքի համար, եթե հարցեր կան կխոսենք, բայց հիմա իմ խնդրանքը որն է, քանի որ հստակ օրակարգ կա մեր համալիրի, մենք մեր ճանապարհով գնանք, որտեղ Անդրանիկ Գյուշարստանի խնդիրը իրականում առանցիկ խնդիր է, եւ առանցիկ քննարկման չարժի, որ մենք այսօր դարձնենք մեր քննարկման առարկան եւ Հուշարձանի հետ կապված պատմությունները առանցիկ խնդիրներ են, դրանք մամուլով քննարկենք, գնանք հասարակական ձևաչափով կարգավորվող հարցեր իրականում կարգավորվեն։ Շնորհակալություն դրա համար եւ մեկ անգամ եմ խնդրել եմ, որ ասենք մենք ձևաչափի մեջ մնանք, այսինքն Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդ եւ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի 4-րդ վերաժողով եւ այդ 4-րդ վերաժողովի օրակարգի խնդիրներին հավաքային մնանք, այլապես չենք հասցնի մեր ինչ որ ցանկանում ենք անել իրականացնել այդ խնդիրները չենք հասցնի իրականացնել։ Շնորհակալություն։ Մեկ էլ կխնդրեմ հարցերի դեպքում անպայման նշեք ձեր անուն ազգանով, որպեսզի հարցին պատասխանողներ իմանա ում հարցին պետք է պատասխանի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր ելույթների համար եւ ձեր մասնակցության համար։ Անմիջապես կուզեի իմանալ պարոն Ջրայս